Ինչ է էնդոմետրիոզը եւ որքան վաղուց է հայտնի այն բժշկության մեջ։ Հանդիպում է երևի ամեն 10-րդ կնոջ մոտ։ Ամպուտացիան առաջացման հարցում որտեղն է զբաղեցնում էնդոմետրիոզը։ Եթե ոչ առաջին, ապա առաջիններից մեկում է։ Ինչ գանգատներով է էնդոմետրիոզը արտահայտվում։ Շատ ցավոտ դաշտանային ցիկլն է։ Էնդոմետրիոզը խանգարում է հղիությանը։ Ցավոք սրտի այն կարող է բերել նաև անպտղության առաջացմանը։ Ձեր առաջի հղիությունը Ոնց է եղել, ինչպես է եղել, ամենը հիշում եմ ոնց որ երեք եղած լիներ։ Անհանգստանում ես, նույնիսկ սպասում ես, երբ ԽԳ կհանձնի, երբ ԽԳ կհանձնի։ Ոչ մի պացիենտ չգիտի, թե իրանց համար իրենց ռեպրոդուկտոլոգները ինչքան են աղոթում։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ են կրկին Լիդան և Նինան, մենք գտնվում ենք EmbryoGuide YouTube-յան հարթակում։ Այսօրվա մեր հյուրն է IVF Life կլինիկայի գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, գլխավոր բժիշկ Հրիփսիմե Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր թեման էնդոմետրիոզի շուրջ է լինում, որովհետև այն շատ խորամանկ հիվանդություն է։ Որ խնդրեմ կասեք, ինչ է էնդոմետրիոզը եւ որքան վաղուց է հայտնի այն բժշկության մեջ։ Շնորհակալություն նախ հրավերի համար։ Նշեմ, որ էնդոմետրիոզը հայտնի է ոչ այնքան վաղուց, այսինքն 19-րդ դարից սկսած է հայտնաբերվել որպես հիվանդություն եւ ինչպես գիտեք, շարժիչ ուժը գիտության եղել են պատանատումները, հայտնաբերվել է պատանատումի կողմից դիահերձման ժամանակ, երբ որ կնոջ օրգանիզմում հայտնաբերվել են այլ տեղակայման էնդոմետրիոիդ բջիջներ։ Դուք ճիշտ նշեցիք, որ խորամանկ հիվանդություն է էնդոմետրիոզը այն առումով, որ երբեմն կարող է ընթանալ առանց սիմպտոմների, չնայած հաճախակի սիմպտոմներով է ընթանում եւ բավականին արտահայտված, որոնք կյանքի որակը կնոջ վատացնում են եւ ցավոք սրտի այն կարող է բերել նաեւ անպտղության առաջացմանը։ Հանդիպում է երևի ամեն 10-րդ կնոջ մոտ, որը բավականին հաճախ հանդիպող խնդիր է հանդիսանում։ Եվ պատասխանելով այն հարցից, թե ինչու է եւ ինչպես է առաջանում, իրականում տարբեր թեորիաներ կան, որոնք բացատրում են առաջացումը, դա նշանակում է, որ հստակ վերջնական առաջացման մեխանիզմը բացահայտված չէ, բայց հիմնականում հարցը նրանումն է, որ դաշտանային ցիկլի ժամանակ կնոջ արգանդից արտահոսող այդ արյունը որոշակի չափով լցվում է նաև որովայնի խորոջ, փոքր կոնքի խորոջ եւ երբեմն կամ կնոջ մոտ այդ բջիջներն ավելի ագրեսիվ են լինում կամ ավելի թույլ է լինում իմուն համակարգը եւ այդ իմպլանտները էնդոմետրիոիդ սկսում են տարածվել տարբեր օրգանների վրա եւ ամրանալով այնտեղ առաջացնել իրենց այսպես կոչված տեղային բորբոքումը եւ դրանից բխով բոլոր այսպես կոչված էնդոմետրիոզի ախտանիշները։ Շատ բարի։ Որպես ռեպրոդուկտոլոգ, ձեր կարծիքը անպտղության առաջացման հարցում որտեղն է զբաղեցնում էնդոմետրիոզը։ Էնդոմետրիոզը կանացի անպտղության եթե ոչ առաջին, ապա առաջիններից մեկում է որպես պաթոլոգիա, քանի որ մեխանիզմներն էլ բավականին լուրջ են անպտղության առաջացման, դրանք եւ արգանդափողերի անցանելիության խանգարումն են, փոքր կոնքում կպումների առաջացումն են, ինչպես նաեւ որպես էմբրիոլոգներ Նինան կասի, որ նրանք ազդում են նաեւ թե ծվաբջիջների որակի, թե որպես հետևանք սաղմիկների որակի վրա։ Այդ իսկ պատճառով հանդիսանում են բավականին լուրջ խնդիրներից մեկը, բայց դա չի նշանակում, որ դա անդուծելի է կամ դա այնպիսի դատավճիռ է, որ էնդոմետրիոզով կանայք չեն կարող հղիանալ։ Իրենք երբեմն հղիանում են նույնիսկ առանց խնդիրների, բնական ճանապարհով, առանց խնդիրների։ Այնպես որ ունենալով խնդիրը պետք է ուղղակի հետևել, հսկել եւ համապատասխան բուժում ստանալ։ Դուք շոշափեցիք ծվաբջիջների որակ։ Ես իմ պրակտիկայից ելնելով ծվաբջիջների որակի վրա զգալի ազդում է։ Եթե կինը ունի էնդոմետրիոզ, որակը ընկնում է ծվաբջիջների, ինչպես հետևանք նաև սաղմի որակն է ընկնում, որտեղ հաստատենք, որ սաղմի որակը մեծ մասամբ կախված է ծվաբջիջի որակից։ Ինչքան ծվաբջիջի որակը բարձր, այդքան սաղմի որակը բարձր։ Դրա համար, երբ որ մեր մոտ գալիս են էնդոմետրիոզով պացիենտներ, դու արդեն հասկանում ես, որ իրանց հետ դժվար է բժշկական առումով չեմ շոշափում է թեման, այլ սաղմնաբանությունն է արդեն դժվարանում, որովհետև դու հասկանում ես, որ այնտեղ կարող է ստանաս քիչ քանակությամբ ծվաբջիջներ, քիչ հասուն ծվաբջիջներ, մորֆոլոգիապես ոչ նորմալ ծվաբջիջներ, նույնիսկ կարող է չկանաս բեղմնավորման process-ը իրականացնես։ Լավ, բեղմնավորեցիր, պետք է շատ զգոն լինես սաղմի որակի նկատմամբ։
Դա իմ փորձից ելնելով։ Իսկ էնդոմետրիոզով պացիենտներին նախապատրաստելուց արտամարմնային բեղմնավորմանը որևիցե տարբերություն կա թե ոչ։ Առաջ համարվում էր, որ պետք է շատ այդ հատուկ դեղորայք նշանակել հաբերի տեսքով կամ սրսկման տեսքով, որ կնկճի այդ ձվարանների ֆունկցիան եւ հետեւաբար էնդոմետրիոզի օջախների ակտիվությունը, բայց միանշանակ այդպիսի կարծիք չկա։ Միանշանակ, որ այո, պետք է անպայման որոշակի էնդոմետրիոզի բուժում ստանալ, նոր գնալ առաջ։ Կախված է իհարկե էնդոմետրիոզի արտահայտվածության աստիճանից, կախված է էնդոմետրիոիդ կիստաների արկայությունից, դրանց չափերից եւ տարածվածությունից, որպեսզի հասկանալ, օրինակ արտամարմնային բեղմնավորումից առաջ պետք է ինչ-որ դեղորայքային բուժում անել, երբեմն վիրահատական բուժում անել, հետո նոր գնալ ձվաբջիջների ստացմանը կամ արտամարմնային բեղմնավորման ցիկլին։ Մենք ավտոմատ կերպով դուրս եկանք իմ սիրած հարցին, էնդոմետրիոիդ շոկոլադե կիստաները, այլ կերպ ասած, երբ է հարկավոր վիրահատել, երբ է հարկավոր գնալ արտամարմնային բեղմնավորման փուլին, ինչպես է ռեպրոդուկտոլոգը ընտրում եզրակացության գալիս, թե այս պահին ինչով պետք է առաջ շարժվի եւ արդյոք կիստայի չափսերը կախված են պրոտոկոլներից եւ այլն, ինչպես ուղղորդվենք։ Հիմնականում կիստաների արկայության դեպքում դրանք երբ որ մեծ են լինում, օրինակ 5 սանտիմետր եւ ավելին, որոշ դեպքերում խորհրդատրվում վիրահատել, նոր գնալ առաջ, բայց դա էլ միանշանակ չէ, որովհետեւ կախված է նրանից, թե այդ վիրահատությունից հետո ինչքանով ձվարանային պաշարը կիջնի եւ ինչքանով ձվարանը կտուժի։ Այսինքն վիրահատել թե ոչ, դա պետքա լինի մուլտիդիսցիպլինար մոտեցում, այսինքն ռեպրոդուկտոլոգը, վիրաբույժը միասին քննարկեն, միասին գան այդ որոշման, որովհետեւ իրականում ավելի փոքր կիստաները շատ հաճախ խորհուրդ չի տրվում վիրահատել, եթե նրանք չեն խանգարում պունկցիայի ժամանակ ներս մտնելուն եւ ձվարանների պունկցիա անելուն։ Այլ հարց է, եթե հենց դիմացն են, երբ որ պունկցիոնասեղի դիմացել տեղակայումը այնպես է լինում, որ առողջ հյուսվածքը գտնվում է անմիջապես ձվարանի այդ էնդոմետրիոիդ կիստայից հետո, այդ ժամանակ կարող է ցուցումներ լինեն, բայց հիմնականում փոքր չափի կիստաները խորհուրդ չեն տալիս վիրահատել, որովհետև այդ վիրահատությունները կարող են իրենց հերթին նվազեցնել ձվարանների պաշարը եւ բերել կնոջ մոտ այլ տեսակի անպտղության, այսինքն ցածր ձվարանային պաշարով պայմանավորված անպտղության առաջացմանը։ Մենք կողմնակից ենք ռեպրոդուկտոլոգներս ավելի պահպանողական կոնսերվատիվ մոտեցումների։ Այո, իհարկե։ Ես երևի գողանամ Նինա ջան ձեր սիրած հարցը, ձեր առաջի հղիությունը։ Առաջի հղիությունը արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, արտամարմնային, որովհետև իրականում բնականով եւ սերմնավորումով շատ վաղուց է եղել, ես ասում եմ երևի այդ բալիկ արդեն շուտով 16 կամ գուցե 17 տարեկան շուտով կդառնա, նույնիսկ մի մեդքասթին էի մասնակցում եւ դոկտոր Տոնոյանն ասեց դուք երևի էկոտատիկ եք, ասեցի դեռ չէ, էկոտատիկ չենք։ Առաջին հղիությունը եղել է 13 թվականին, ես շատ լավ հիշում եմ, այն ժամանակ այլ կենտրոնում էի աշխատում եւ էլի շատ տաղանդավոր լավ էմբրիոլոգի հետ ենք աշխատում, երևի ճանաչում եք Ինեսային Կարապետյան, այնպես որ մեր իմ առաջին հղիությունը արտամարմնային բեղմնավորմամբ իր հետ է եղել։ Դա իրականում շատ հուզիչ է, որովհետև հիշում եմ տեստի օրը, հիշում եմ մնացած ընթացքը, ոնց է եղել, ինչպես է եղել, ամենը հիշում եմ ոնց որ երեք եղած լիներ։ Իսկ որ հղիություններն է կամ որ դեպքերն եք ավելի շատ հիշում, ծանր թե թեթև։ Իրականում բոլորին հիշում եմ։ Կարելի ասել բոլոր։ Ես զարմացած եմ, Ռիփսիմե Համլետովնան գործի տեղ այդպես ենք դիմում բնականաբար։ Բոլոր պացիենտներին հիշում է, ես սաղմերին եմ հիշում, Ռիփսիմե Համլետովնան հիշում է պացիենտներին, ու կարա մանրամասն ասի, որ օրը ինչ, ոնց եւ ով է եկել եւ ոնց։ Այո, իսկապես իմ հիշողությունը երևի ընտրողական, իրականում կանանց է հիշում, պացիենտներին է հիշում։ Իրենց հիշում եմ ամեն, այն ինչ որ կապված է իրենց հետ։ Ու իսկապես ամեն հղիությունով ամեն անգամ երջանկանում եմ, ուրախանում եմ, ոնց որ թե առաջին հղիությունը լինի, քո առաջին անգամ փորձել ես ու առաջին անգամ հաջողել ես, այդպես ամեն անգամ ուրախություն եմ ապրում։ Բոլորը պատասխանում են նույն ձև։ Բոլորը առաջի հղիությունը նույնն է, ինչ որ երկրորդը, ինչ որ երրորդը, ինչ որ չորրորդը, ու դու չես հոգնում այդ զգացողությունից ու դու նույն ձև անհանգստանում ես, նույն ձև սպասում ես, երբ ԽԳ կհանձնի, նույն ձև ուրախանում ես եւ նույն ձև տխրում ես, եթե բացասական շատ հաճախ աղոթում ես։
պացիենտներից հեռու քո մեջ աղոթում ես, որ Աստված ջան, թող անպայման ամեն ինչ լավ լինի, թող հղիանա։ Ոչ մի պացիենտ չգիտի, թե իրանց համար իրանց ռեպրոդուկտոլոգները ինչքան են աղոթում։ Ես շատ հաճախ կողքից դիտելով, ոնց է Նինա Ալեքսանդրովնան եւ դուք Քրիսիմե Համլետովնա, ասենք իրար հետ շփվում, պրոտոկոլներ քննարկում, այ ոնց է կլինի եւ այլն եւ հղությունը որ լինում է, ինչպես է Նինա Ալեքսանդրովնան գալիս, ասում Քրիսիմե Համլետովնա նորություն կա, այ հիմա նորություն կա։ Եվ ամեն անգամ շատ բուրըն կերպով մենք ուրախանում ենք, արձագանքում ենք։ Արձագանքում ենք։ Մենք շեղվեցինք բուն թեմայից, էնդոմետրիոզից, ինչ խորտ կտակ կանանց, որոնք բախվել են էնդոմետրիոզին, ոնց կարգավորեն իրանց դեպի մայրանալու ճանապարհը, ինչից սկսեն, ինչն ավելի կարևոր առաջնային տարիքը չսպասել, առաջ գնալ։ Դուք շատ կարևոր հարցեր նշեցիք, դա հենց չսպասելն է, ինչու՞ չէ նաև ծվաբջիջներ սառեցնելը, որովհետև որոշ դեպքերում, երբ որ աղջիկը կամ կինը բախվում է էնդոմետրիոզի հետ, դա նշանակում է կարող է միշտ չէ, բայց հաճախակի ինքը ակտիվ պրոգրեսիվող process լինել։ Այդ պատճառով երբ որ դու սառեցնում ես ծվաբջիջները եւ պահպանում ես դրանով քո հետագա պտղաբերությունը եւ մայրությունը, դու ապահովագրված ես լինում որոշակի չափով անպտղությունից էնդոմետրիոզի հետ կապված հետագայում ունենալուց։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է հետազոտվել, հսկվել, միշտ չէ որ պետք է գնալ անպայման վիրահատությունների։ Ես իրականում դա ինչու եմ պնդում, որովհետեւ շատ հաճախ անգամ էնդոմետրիոիդ կիստա չի, բայց սովորական այլ դեղին մարմինների կիստաներով, ֆոլիկուլյար կիստաներով խորհուրդ են տալիս վիրաբույժները, որ պետք է հեռացնել կամ անկախ օրինակ կույրաղիկի վիրահատության ժամանակ կարող են տեսնել ձվարանի վրա ֆոլիկուլյար կիստա եւ լավության կարգով այդ կիստան հեռացնեն, դրանով բերելով խնդրի առաջացման։ Հյուսվածքն էլ հետ է հեռացնել։ Այո, հյուսվածքը միանշանակ։ Ես իրականում ինձ համար շատ ցավալի է, բայց այդպիսի պացիենտ ունեի, որը որ մի անգամ կույրաղիկի վիրահատության օգնությամբ, մյուս անգամ էլ մյուս ձվարանի կիստայի օգնությամբ այնպես դարձավ, որ զրկվեց ձվարանային պաշարից եւ հետո ընդամենը 20 քանի տարեկան աղջիկ լինելով հղիացրեցինք դոնորական ձվաբջիջներով։ Այդ իսկ պատճառով իրականում ես միշտ դրա մասին խոսում եմ, հորդորում եմ, որ կանանց հենց այնպես ոչ մի կիստաներ չվիրահատեն։ Վիրահատեն միայն եթե գիտեն, որ այդ կիստաները պետք է վիրահատվեն եւ կարող են օրինակ խնդիր վտանգ առաջացնել կնոջ առողջության համար եւ հետագայում իհարկե պտղաբերության համար։ Կույրաղիկս որ վիրահատել էի, մենք մի պալատայում մի հատ աղջիկա հետ էինք պարկած, 21 տարեկան էր, ես այդ ժամանակ 18 տարեկան, պետական համալսարանի առաջի կուրսի կենսաբանության ֆակուլտետի ուսանող, իրան էլ էին վիրահատել ու մայրիկա այդ աղջիկա շատ sense ծանր էր տանում, իմ համար շատ տարօրինակ էր, որովհետեւ նու սկսեցի հարց ու փորձ անել, ասում եմ մի 3 ամիս առաջ մի ձվարանի վրա էր կիստա հեռացրեցին, հիմա էլ մյուս ձվարանի վրա էր հեռացրեցին։ Ու ես հասկացա, որ այդ աղջիկը այո ռիսկի խմբում է, ռիսկի մեծ բարձր ռիսկի խմբում է, որ դիմելու է ԱՄԲ-ին, թող իր մոտ ամեն ինչ լավ լինի, ես հուսամ, բայց ես հիմա եմ հասկանում, թե ինչ խնդրի առաջ կարող է կանգնել այդ աղջիկը հիմա։ Իհարկե շատ բան է փոխվել, որովհետև թե բժշկության Հայաստանում ինչպես ներդրվել է նույն արտամարմնային բեղմնավորումը, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները, այնպես էլ վիրաբույժները ավելի արդեն վստահ եմ տեղեկացված են եւ նման կազուիստիկ դեպքերին մենք ավելի հազվադեպ ենք հանդիպում։ Իրենք ավելի շատ բացառիկ են լինում, որ զարմանում ես, քան թե ստանդարտ ինչը կլիներ օրինակ մի 15 տարի առաջ։ Այո, իրականում դա հույս է տալիս։ Ճիշտ է։ Իրականում ես էլ արտինատուրայի ընթացքում Մոսկվայում, երբ որ Ցենտր ռեպրոդուկտիվ քիրուրգիայի հայրենում եւ վիրաբուժության, ռեպրոդուկտիվ կենտրոնում էի, իրականում շատ էին վիրահատում կիստաները անգամ 3 սանտիմետրանոց էնդոմետրիոիդ, տեսնելով մոտից այդ ժամանակ ես չէի պատկերացնում հետագա հետևանքների մասին, բայց երբ սկսեցի խորանալ վերարտադրողական բժշկության մեջ, հասկացա, որ աննպատակահարմար էր հեռացնել այդ կիստաները եւ պետք է պահպանել։ Օրինակ, բացի անպտղության հարցերով, որ պացիենտները դիմում են, ինչ գանգատներով է էնդոմետրիոզը արտահայտվում, Քրիսիմե Համլետովնա, եւ ինչպես են դիմում պացիենտները ձեզ։ Էնդոմետրիոզը եթե ընթանում է խնդիր գանգատներով, այսինքն երբ կարակինը կասկածի, որ հնարավոր է ունի էնդոմետրիոզ, դա շատ ցավոտ
դաշտանային ցիկլն է։ Երբեմն այնպիսի ցավոտ է լինում, որ կյանքի որակը գցում է, այսինքն կինը ոչ կարող է ուսման գնալ, ոչ աշխատանքի, խմում է բազմաթիվ ցավազրկողներ։ Դաշտանային ցիկլը, երբ որ հաճախակի սկսում է շագանակագույն սուրճի տակի այդ նստվածքի գույնի արտադրություններով, դա էլ է խոսում, որ հնարավոր է այստեղ լինի էնդոմետրիոզ։ Իհարկե սրանք բոլորը կողմնակի ախտանիշներ են, որովհետև վերջնական ախտորոշումը էնդոմետրիոզի, հատկապես երբ որ փոքր առաջին, երկրորդ աստիճանի են լինում, դա կամ էքսպերտ սոնոգրաֆիաներն են, որ հիմա մենք ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր որ այդ փոքր շրջաններում կարող են հայտնաբերել, եւ իսկ առաջ համարվում էր միայն լապարասկոպիան որպես ախտորոշիչ մեթոդ էնդոմետրիոզի։ Ամեն դեպքում, եթե դաշտանային ֆունկցիայի հետ կապված խնդիրներ ունեք, ցավոտ դաշտան ունեք, անկախ որ բալիկ ունենալու խնդիր չունեք, ամուսնացած չեք եւ դեռ կամ ամուսնացած դեռ չեք պլանավորում երեխա, անպայման խորհուրդ կտամ հետազոտվել։ Շատ բարի։ Եվս մի հարց. Էնդոմետրիոզը խանգարում է հղիությանը։ Էնդոմետրիոզը կարող է խանգարել հղիանալուն, բայց հղիությունը որպես այդպեսին ինքը բուժում է էնդոմետրիոզը, որովհետև այն հորմոնները, որոնք հղիության ժամանակ արտադրվում են, այդ էնդոմետրիոզի ակտիվ եւ ագրեսիվ վիճակը մեղմացնում են։ Ես բուժառու ունեի, որին որ հղի ժամանակ մոտավորապես իրեն դեղորայք նշանակեցին, որպեսզի վիրահատության չգնար, 5 սանտիմետրանոց էնդոմետրիոիդ կիստա էր։ Հղիության ժամանակ այնքան էր փոքրացել, որ ծննդաբերությունից հետո եկավ բալիկի հետ հյուր, ուղղակի ուզում է երեն նայել, երևի միջև մի սանտիմետրանոց կիստա է ընդամենը տեսել, շատ փոքրիկ հետք, որը որ 5 սանտիմետրանոց կիստա է։ Այնպես որ հղիությունը բուժում է էնդոմետրիոզը։ Այնպես որ հղիացեք։ Այո, եւ մի հետաձգեք ձեր մայրությունը, եթե ունեք էնդոմետրիոզ։ Շատ կարևոր է անել հաջողություններ աշխատանքում, կարիերայում եւ այլն, բայց երբ կան խնդիրներ, որ պետք չէ հետաձգել հղիությունը, կամ եթե հետաձգելու եք գոնե ծվաբջիջների սառեցումով եւ պահպանելով, հետաձգեք եւ պահպանեք ձեր մայրությունն ու պտղաբերությունը։ Ծվաբջիջների համար ասեմ, նայեք, եթե պացիենտին 22 տարեկան է, 25 տարեկան է, ունի էնդոմետրիոզ, ունի անպտղություն էնդոմետրիոզի հետևանքով, սաղմ ստանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան թե ինքը դառնա նույն պացիենտին 30 տարեկան եւ ծվաբջիջների որակը ել ավելի ընկնի էնդոմետրիոզի հետևանքով։ Դրա համար, երբ որ հայտնաբերվում է էնդոմետրիոզ եւ ունեք արդեն անպտղություն, պետք է դիմել, չկորցնել ժամանակը, որտեղ դուք դրանով բարձրացնում եք ձեր շանսերը հղիանալու։ Եվ եւս մի հարց. ունեցել եք դեպքեր արդյոք կամ հնարավոր է արդյոք բուժառուներին շատ կհետաքրքրի, եթե բուժառուն պացիենտին ունի անպտղություն պայմանավորված էնդոմետրիոզով, ծննդաբերեց, ծննդաբերությունը հղիությունը լավ է ազդում էնդոմետրիոզի վրա, կարա երկրորդ անգամ ինքնուրույն հղիանա։ Այո, միանշանակ այո, եւ շատ այդպիսի բուժառուներ ունեմ։ Եվ իրականում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներով հղիացած կանանց 50%-ից ավելին անկախ արտամարմնային բեղմնավորում է, թե սերմնավորում է առաջին հղիությունը դրա հետևանքով է, երկրորդ հղիությունը 50%-ից ավելին ինքնուրույն են հղիանում, այնպես որ երեխայի առկայությունը, այդ հոգեբանական արդեն հանգիստ վիճակը եւ իհարկե հղիության որոշակի բուժիչ եւ կարգավորիչ էֆեկտը, հատկապես նման էնդոմետրիոզի պես հիվանդությունների դեպքում բերում է նրան, որ շանսերը մեծանում են ինքնուրույն հղիանալու երկրորդ անգամ, ինչու՞ չէ, նաև երրորդ անգամ։ Այո, ես ունեցել եմ այդպիսի բուժառուներ, վերջերս մեկ իր բարեկամու հետ էր եկել, արդեն երրորդ բալիկին է սպասում։ Առաջինը ԱՄԲ-ից հետո։ Այո։ Հրաշալի է։ Շնորհակալություն շատ Ռիսիմե Համլետովնա ջան հետաքրքիր զրույցի համար։ Ուզում ենք ձեզ նվիրել մի փոքրիկ նվեր մեր կողմից։ Սա մեր էմբրիո գայդի խորհրդանիշն է։ Երեխան է, որի պորտալարից ծառի ճյուղն է, որը նշանակում է կյանքի սկիզբ եւ շարունակություն, ինչպես նաեւ գրիչը, որի ծայրին սերմերեն, մենք Նինա Ալեքսանդրովնա հետ չգիտենք այնտեղ ինչ սերմեր են, դուք կցանեք եւ տեսնեք թե ինչպեսի ծառ կամ բույս է աճում եւ մեզ անպայման խնդրում ենք ասեք։ Անպայման, շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ եւ հետաքրքիր նվերների համար, իսկ սերմերը մենք կցանենք Կլինիկայում։ Այո, լայվ կլինիկայում։ Շատ շնորհակալ ենք, շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ հրավերի համար։